նայեք ոչ մի ապահովագրվածություն չկա, հասկանում եք, եթե իրենք իսկապես լուրջ լինեին, տիրապետեին տարական, ասենք պետության կառավարման արդյունավետությանը հասկանային, թե դա ինչ բան է, չնայած 8 տարի իշխանության է, բայց այս մարդիկ այդպես էլ երկիր կառավարել չսովորեցին։ Ապա առաջին բանը, որ իրենք պետք է անեն, պետք է իսկապես անհանգստանային այն իրավիճակով, որ կա մեր շրջապատում։ Նույնիսկ այդ անհանգստության մակարդակը իրենք պետք է շատ ավելի բարձր գնահատեն, քան իրականում կարող է եւ կա։ Ինչու համար է պետք է շատ ավելի բարձր գնահատել, որովհետեւ դու պատրաստես ցանկացած սցենարի։ Ցանկացած զարգացում կարող է լինել, ոչ ոք չգիտի, թե այդ պատերազմը Իրանի Իսլամական Հանրապետություն դուրս կգա եւ որ ուղղությամբ կգնա։ Այսինքն ժամանակին ոչ մեկ մտքով չէր անցել, չէ՞ որ հենց նույն Իրանը նույնպես այսպես կոչված արդեն միջազգային ԿՊԱ-ականները ասում են, որ Իրանը երբեք չի հարվածի արաբական երկրներին եւ չի սկսի պատերազմ արաբների դեմ։ Էմիրատները ամենաանվտանգ երկիրն էր մի 10-15 օր առաջ։ Բայց հիմա տեսնում եք լայնածավալ հարձակում արաբական բոլոր պետությունների, ծոցի արաբական պետությունների, Քուվեյթից սկսած, չգիտեմ, Բախրեյնով, Օմանով վերջացել, իսկ Օմանին են հարվածել եւ այս երևույթը կանգ չի առնի, քանի որ մենք գիտենք, որ նույն Ադրբեջանի տարածքում Իսրայելը ունի իր հետախուզական կենտրոնները։ Ամբողջական հաղորդումը դիտեք մեր YouTube-յան ալիքում։